Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հիմա ողջ հանրության պահանջն է, որպեսզի քննիչ հանձնաժողովը, որը ստեղծվել էր եւ այս տարիների ընթացքում արդեն 5.5 տարի է, արդեն որ ավարտվել է պատերազմը, հիմա ողջ հանրությունը պահանջում է, որպեսզի հասկանանք ի վերջո ինչ եղավ, ոնց եղավ, հետևանքները, ի վերջո այստեղ կան նաև հավաքված անհայտ ուրեմն զոհվածների, անհայտ կորածների ծնողները, զոհվածների հարազատները եւ կարծում եմ, որ պահանջը տեղին է եւ այդ մարդկանց եւ ողջ հանրությանը պետք է պատասխան տան։ Կուզեի նաեւ քո կարծիքը իմանալ։ Նախ մենք պետք է հասկանանք, որ այդ հանձնաժողով կոչեցյալը սա ըստ էության իշխանական խումբ է, որը ակնհայտորեն չի իրականացրել անաչառ քննություն, ինչը կբացահայտեր իրենց սխալները, բացթողումները, դավաճանությունները, հանցագործությունները, որովհետև այդ ամբողջ ընթացքում տեղի ունեցել բազմաթիվ հանցագործություններ ղեկավար կազմի կողմից, պարզ է, որ նրանք այդպիսի քննություն չէին անցկացնելու, սակայն նրանք անգամ այդ քննությունը չեն հրապարակում, վախենալով, որ որևիցե մի դրվագ, որևիցե մի նախադասություն կարող է հարցեր առաջացնել, որին իշխանությունները պատասխան տալ չեն կարող։ Համենայն դեպս, օրինակ, քննության ընթացքում հանրությանը հասած տեղեկությունները, օրինակ այն մասին էին, որ նախկին պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Հայաստանի զինված ուժերը կրակ չեն բացել հակառակորդի օդուժի ուղղությամբ, որովհետև Ռուսաստանից այդպիսի հրահանգ են ստացել, ինչի հետևանքով հազարավոր հայ զինծառայողներ են զոհվել, ինչը ծանր հանցագործություն է, առնվազն ուրեմն մարդկանց կյանքերի հետ կապված։ Կան նաև արժանավատ տեղեկություններ, որ մեր հոպը շուրջ 3 օր եղել է անջատված վիճակում, այսինքն օդը ամբողջությամբ եղել է բաց։ Կան տեղեկություններ այն մասին, շրջանառվում էին տեղեկություններ, որ մեր զինված ուժերը հայտնաբերել են հակառակորդի շուրջ 2000 հոգանոց կուտակումներ եւ պատրաստ են եղել այդ կուտակումները ոչնչացնելու, սակայն Նիկոլ Փաշինյանը արգելել է եւ նման հրաման չի տվել, ինչի արդյունքում նույնպես զոհվել են հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, զինծառայողներ։ Այս ամենը պետք է բացահայտվի վաղ թե ուշ եւ այդ զեկույցը հնարավոր է եւ որոշակի ուրեմն աջակցեր նման բացահայտումներին, սակայն մենք տեսնում ենք, որ իշխանությունները նախ կոծկում են այդ զեկույցը եւ չեն հրապարակում եւ արդեն որոշ քաղաքացիների կողմից նախաձեռնվել էր այս ամիսների ընթացքում գործողություններ, որը բերվել էր նրան, որ այսօր ազգային ժողովում վաղը կարծեմ ազգային ժողովի դահլիճում պետք էր կազմակերպել լսումներ այս հարցի շուրջ եւ մարդիկ, ովքեր մասնակցել էին պատերազմին, մարդիկ, ովքեր շահագրգիռ կողմեր էին, իրենց դիրքորոշումները պիտի արտահայտեին այս հարցի շուրջ, բայց մենք տեսանք, որ իշխանությունները նորից արգելեցին եւ այս իշխանությունները սկսել են տոտալ ոտնահարել բոլորի իրավունքները, անտեսելով ինքնին իրավունք հասկացությունը եւ սկսել են վարել այդ ամենաթողության քաղաքականությունը, որը խոսում է այն ֆորմատը ունի, որ իշխանությունը մեր ձեռքում է ինչ ուզենք կանենք։ Այսպես են վարվում իշխանությունները, առանց թափանցիկ ուրեմն քաղաքականություն վարելու, առանց պարզաբանելու իրենց դիրքորոշումները։ Հիմի օրինակ եղել է падգամավորի կողմից դիմում մեծ դահլիճը տրամադրելու եւ եղել է մերժում։ Սակայն անհասկանալի է, թե ինչի են իշխանությունները մերժել դահլիճը տրամադրել։ Այսինքն ըստ էության մեզ համար հասկանալի է, սակայն իշխանությունները որևիցե հիմնավորում չեն բերում։ Այսինքն իշխանությունը մեր ձեռքում է, արգելում ենք, լավ ենք անում։ Սա է մոտեցումները այս իշխանության։ Գևորգ, ինչ ես կարծում Սերյան Օհանյանի ելույթից հետո, երբ ազգային ժողովում ինքը ուղիղ նշեց, որ հենց Նիկոլ Փաշինյանի կողմից է հրամանը եղել, այսինքն Հայաստանի կողմից գլխավոր շտաբի եւ գլխավոր գերագույն հրամանատարի կողմից է եղել, որ թշնամին կարողացել է Հադրութի կողմից գալ դեպի Շուշի, այնուհետև այդ ելույթից հետո նաեւ մենք Օնիկ Գասպարյանի հայտարարությունը տեսանք, որ նա պատրաստակամություն հայտնեց գալ ազգային ժողով եւ փակ քննարկմանը մասնակցել եւ ամբողջը ըստ էության ներկայացնել։ Հիմա ստացվում է, որ
Օնիկ Գասպարյանը, լինելով 2020 թվականին գլխավոր շտաբի ղեկավարը, պատրաստակամություն ունի գալ եւ հաշվետու լինել, չնայած որ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ կարիք չկա, որ Օնիկ Գասպարյանը գա, որովհետև ամբողջ այդ քննիչ հանձնաժողովի ուրեմն ուսումնասիրությունների եւ լսումների ժամանակ նա արդեն իսկ իր կարծիքը հայտնել է։ Հիմա ինչ հասկանանք, սա այս ամենը փոխկապակցված է եւ իշխանության կողմից մերժումը ինչ է հետապնդում, ինչ կարծիք ունեն, ինչ միտում է, որ իրենք միգուցե ուզում են կանխարգել են հաշվի առնելով այն, որ դիմացը արդեն խորհրդարանական ընտրություններն են։ Նախ առաջինը խնդիրը նրանց կողմից կոծկել այն հանցագործությունները, որոնք իրենք արել են։ Պատերազմի ժամանակ տեղի են ունեցել բազմաթիվ հանցագործություններ իշխանությունների կողմից, ինչը բերել է մեր պարտությանը եւ հազարավոր զինծառայողների ուրեմն զոհվելուն։ Առաջնային խնդիրը իրենց կողմից այս ամենը կոծկելն է, իհարկե նաեւ այդ ամենը կոծկելը ընտրությունների նախօրյակին, որովհետեւ դրանց բացահայտումը նաեւ կբերի բազմաթիվ իրենց ձայն տվող մարդկանց հեռացմանը։ Այս իշխանությունները որևիցե գործողություն չեն անելու իրենց կատարած հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։ Պետք է լինի հանրային շատ մեծ ճնշում եւ կարծում եմ, որ ամբողջ այդ կազմով հանցագործությունների բացահայտումը տեղի կունենա միայն այս իշխանությունների հեռացումից հետո։ Իշխանությունները երբեք չեն բացահայտելու իրենց կատարած դավաճանությունը։